Գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը հերթական հայտարարություն է տարածել Պաշտպանության խորհրդի միջոցով մեջբերը նրա 8-րդ նամակի հիմնական թեզերը բիզնեսը մասնավոր ոլորտը վերածում են քերելու առարկայի, իսկ գործարարին թշնամու։ Այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը։ Այս ամենը բերեց վերջին 7 տարիների ընթացքում առավելապես 0 հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր եւ անհեռանկարային երկիր։ Իշխանություններն իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել, հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել, փոխարեն նախ պլցնելով հանրային խոսքի հարթակներում։ Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ եւ դստեր արժանապատվությունը։ Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում եւ հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է, մասնավորապես գրել է Կարապետյանը։